Ես նորից շնորհակալ եմ Աստծուց Я снова благодарен Богу այս մեծ պատվի համար։ за эту большую честь. Իմ համար իրոք մեծ պատիվ է Для меня большая честь կանգնել ձեր առջև стоять пред вами ու կիսվել ձեր հետ։ и делиться с вами. Հալելույա, փառք Հիսուսին։ Слава Иисусу Այս լավ բարի օրվա համար։ за этот добрый, хороший день. Ուզում եմ այն ինչ որ Տերը դրել է իմ սրտի մեջ կիսվեմ։ То, что вложил Бог в мое сердце, хочу этим Ես поделиться. հավատում եմ, որ Աստծո ներկայությունը ստեղ է։ Я верю, что Божье присутствие на Ես этом հավատում месте. եմ, որ Աստվածաշունչը, այս Աստվածաշունչը կյանքի գիրք է։ Я верю, что эта Библия – это книга жизни. Կյանքի ուղեցույց է։ Это путеводитель жизни. Դու էլ ունես սրանից։ И у тебя он Ամեն։ есть. Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսի անվան ու արյան մեջ կա զորություն, իշխանություն եւ ուժ։ Я верю, что в крови имени Иисуса есть сила и власть. Ու այդ ամենը И все это գործում է իմ ու քո կյանքի մեջ։ действует в моей твоей Ամեն։ жизни. Аминь. Հալելույա։ Ու գիտես, ես մտածում եմ, И я думаю, մեզանից շատ-շատերը многие из нас գիտեն, знают, որ ավտոճանապարհային երթևեկության մեջ կան տարբեր նշանակության նշաններ։ что в правилах дорожного движения есть разные знаки. Ամեն ով է տեղյակ։ Кто в курсе? Կուզեմ, որ ցույց տաք, Хочу, чтобы показали. կան նշաններ, Есть знаки, թելադրող, которые указывают, նախազգուշացնող, которые предупреждают, ահա, արգելող, запрещающие, սպասարկող, которые ставят на ожидание, պրիորիտետի, տեղեկատվության, информационные. ամեն, գիտես ինչի համար է, որպեսի վարորդը մեքենան վարելուց վթարների չենթարկվի։ Чтобы водитель, он когда водит, чтобы он не попал в ДТП. Պետք է անի այն, ինչ որ առաջարկում է նշանները։ Он должен делать то, что указывают знаки. Գիտես ինչի համար, Знаешь для чего? որ այդ վարորդը Чтобы этот водитель, չվնասի իրեն, чтобы он себе не навредил, չվնասի իր не ընտանիքին навредил своей семье ու չվնասի շրջապատի մարդուն։ и не навредил тем, кто окружает его. Ամեն։ Аминь. Գիտես ու նույնպես էլ И также Աստվածաշունչը իր մեջ ունի տարբեր նշանակության ցուցումներ։ Слово Божье имеет также разные знаки в своем в Писании. Կարող եք երկրորդը ցույց տալ։ Ամեն։ Որպեսի մարդը Чтобы человек չվնասի իրեն, себе не навредил, չվնասի իր не ընտանիքին навредил своей семье ու չվնասի շրջապատի մարդկանց։ и также окружающим людям. Ամեն։ Аминь. Որ այլընթակառակը Чтобы наоборот, լինի օգտակար, он был полезен, որպեսի Տիրոջ կամքը եւ ծրագրերը կատարվեն։ чтобы Божья воля и его план, они Տեսեք, совершились. Ինչ է գրված 2 Տիմոթեոս Что написано в 2 Тимофея, 3 գլուխ 16-17 խոսքերի մեջ։ в 3 главе, 16-17 Այստեղ ասում է. стихах. Ամեն գիրք Աստվածաշունչ է եւ օգտակար։ Все Писание, оно богодухновенно и полезно для Ամեն научения. գիրք Աստվածաշունչ է եւ օգտակար։ Все Писание богодухновенно и полезно для научения. Այսինքն այստեղ ինչ որ գրված է օգտակար է։ То, что здесь написано, оно полезно. Ինչի համար։ Для чего? Վարդապետության, Для научения, հանդիմանության, для обличения, ուղղելու, для исправления, արդարություն խրատելու համար։ для наставления в праведности. Ինչի համար։ Для чего? Որ Աստծո մարդը Чтобы человек, 17-րդ խոսքը 17 стих, կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված։ да будет совершен Божий человек ко всякому доброму Այսինքն делу ես եւ приготовлен. դու То есть я и ты, որ լինենք կատարյալ եւ պատրաստ Чтобы- բարի գործեր անելու для того, համար чтобы были совершенны, творить добрые дела Божьи, ինձ ու քեզ պետք է այս գիրքը мне и тебе нужна эта книга. մեզ պետք է այս գիրքը ուսումնասիրել Нам нужно изучать эту книгу, որովհետեւ այս գիրքը մեզ սովորեցնում է потому что эта книга нас учит. պետք եղած ժամանակ այս գիրքը հանդիմանում է И в нужное время обличает, ուղղում է исправляет ու արդարություն է խրատում и наставляет в праведности. ես ուղղակի ես եմ գրել И я это написал. թելադրողը ինչպես ավտոճանապարհային երթևեկության մեջ այնպես էլ Как и в правилах дорожного движения, Աստվածաշնչի մեջ так и в Писании. ապրիր Հիսուսի խոսքով եւ կամքով Живи
Словом Божьим и Его волей. Այս գիրքը զգուշացնում է։ Эта книга предупреждает. Զգուշացիր քո սրտին։ Будь осторожен. Այս գիրքը արգելում է։ Эта книга, она запрещает. Հակառակ կանգնիր սատանային, Противостань дьяволу. սպասարկողը, То, что սերվիսի։ сервисы. Աստծո սպառազինությունը հակիր, քեզ տալիս է Աստծո զենքերը հակիր։ Вооружись оружием Божьим. Առավելություն է տալիս ինձ ու քեզ։ И дает приоритеты. Հիսուսը քեզ իշխանություն է տվել, կարդա կտեսնես։ Иисус дал тебе власть, прочитай и увидишь. Ու քեզ տեղեկատվություն է И տալիս։ также дал тебе информацию. Հիսուսը քեզ հետ կլինի միջև աշխարհի վերջը։ Иисус будет с Ամեն։ тобой до конца жизни. Հալելույա։ Գիտես ինչի համար է, Знаешь, для чего это? որ հավատացյալը Чтобы верующий կատարյալ ու պատրաստ լինի был совершен и был готов ամեն բարի գործերի համար։ для всяких добрых дел. Ինչի համար որ ես ու դու կանչված ենք։ К чему мы и призваны? Ինչի համար որ ես ու դու այստեղ նստած ենք։ Для чего мы и сидим здесь? Գիտես շատ հաճախ Очень часто հավատացյալները, որոնք ընդունել են Հիսուսին, верующие, которые приняли Иисуса, մտածում են, думают, որ եթե если իրենք եկեղեցի են հաճախում, они приходят в церковь, չեն ծխում, не курят, չեն օգտագործելից խմիչներ, не употребляют спиртные չեն напитки, հայոյում, не ругаются, չեն դավաճանում ընտանիքին, не изменяют семье, 10-րդ եւ զոհաբերություն են տալիս, пожертвования десятины приносят, ծառայում են եկեղեցում, служат церкви, օգնում են մարդկանց, помогают людям, բարի գործեր են делают անում։ добрые дела. Ուրեմն Значит, իրենք մեղ չեն գործում։ они не грешат. Իրենց կարծիքով իրենք սուրբ կյանք են ապրում։ И, как им кажется, они живут святой жизнью. Հենց Աստված հենց դա է լուզում է իրենցից, И именно этого Бог и ու желает от ինքը них. ոչ մի խնդիր չունի, И у него нет больше никаких проблем. ու իր մոտ ամեն բան օքեյ է։ И у него все окей. Այսօրվա իմ քարոզի վերնագիրը, И название проповеди, կուզեմ վերնագիրը ցույց տաք, հա։ хочу, чтобы показали, Ինչն է համարվում մեղք։ что считается грехом. Ինչն է համարվում մեղք։ Что считается грехом. Եկեք իրար հետ նայենք Աստվածաշնչի սկզբից, Посмотрим вместе с начала Слова Божьего. առաջի գիրքը, Первая книга. Ծննդոց գրքի երկրորդ գլուխը 7-ից 9 խոսքերը։ Бытие 2 глава, с 7 по 9 стихи. Սմա եւ Եհովա Աստվածը հողի փոշուց շինեց մարդը եւ նրա ռնգած մեջ կենթանության շունչ փչեց եւ մարդը կենթանի հոգի եղավ։ И создал Господь Бог человека из праха земного и вдунул в лице его дыхание жизни, и стал человек душою живою. Ամեն։ Ես հասկանում եմ իմ կարծիքն է, Как я это понимаю, այսպես եմ հավատում, я так верю, որ Աստված что Бог, թույլ տվեց, որ այս ամենը գրվի գրքի մեջ, Он позволил, чтобы это все было написано в Слове Божьем, որպեսզի ես ու դու чтобы я и ты չմոռանանք, не забывали, ով ենք մենք, кто мы, ինչից ենք կազմված из чего Он нас сделал, եւ ով է ինձ ու քեզ արարել։ и кто меня и тебя сотворил. Ես այդ ձև եմ հասկանում, մտածում, Я հավատում, так думаю и չգիտեմ։ верю. Դու ոնց կնայես սրան։ Я не знаю, как ты на это смотришь, Որ մեր իմ ու քո մարմինը что мое и твое тело, հողուց եւ փոշուց է оно из праха земли, ու կներես и извиняюсь, ուշ թե շուտ Rano или ետես поздно վերադառնալու հողին։ ты вернешься туда, обратно. Կներեք, ես այդ Извиняюсь. կապ չունեմ ոչ մի բանում։ Я с этим никак не связан. Բայց Но մեր ներսի մարդը, внутренний наш человек, որ իմ ու քո մեջ է, который во мне и в тебе, որը Աստծուց է ծնվել, который от Бога рожден, ինքը Աստծո հետ լինելու է հավիտյան։ он будет с Богом вечно. Մեր մարմինը իր տեղն է գնալու։ Наше тело, оно будет на своем месте. Շարունակենք 8-րդ խոսքը, 8 стих продолжим. Եվ Եհովա Աստված արևելքի կողմը Եդեմի մեջ մի պարտեզ տնկեց եւ իր շինած մարդը դրավ այնտեղ։ И насадил Господь Бог в раю в Едеме на востоке и поместил там человека, которого создал. Եվ Եհովա Աստվածը բուսցրեց երկրիցը ամեն ծառեր տեսնելու հաճելի, ուտելու քաղցր եւ պարտեզի մեջ տեղը
կենաց ծառը եւ բարին ու չարը գիտենալու ծառը։ И произрастил Господь Бог из земли всякое дерево, приятное на вид и хорошее для пищи, и дерево жизни посреди рая, и дерево познания добра и зла. 15 եւ 17-րդ 15-ից 17-րդ խոսքը նայենք։ С 15 по 17 Եվ стихи. Եհովա Աստվածն առավ մարդը եւ դրավ Եդեմի պարտեզում, որ նա նրան մշակե եւ պահե։ И взял Господь Бог человека и поселил его в саду Эдемском, чтобы возделывать его и хранить его. Ու Եհովա Աստվածը պատվիրեց մարդուն պարտեզի ամեն ծառիցը համարցակեր, հեչ չքաշվես։ И заповедал Господь Бог человеку, говоря: от всякого дерева в саду ты будешь есть, можешь есть. Բայց 17-րդ խոսքը բարի եւ չարի գիտության ծառիցը մի ուտիր, А от дерева познания добра и зла не ешь от него, որովհետեւ նրանից կերած օրը մահով պիտի մեռնես։ ибо в день, в который ты вкусишь от него, смертью умрешь. Ինչ էր ուզում մարդը։ Ամեն բան Աստված արել էր մարդու համար։ Что хотел человек? Бог все сделал для человека. Ու ասեց գնա ապրի, վայելի։ И сказал: иди, живи и наслаждайся. Կյանք ուրախ ապրուստը ծրի։ Жизнь счастливая и все бесплатно. Հայկական ասացված կա։ Есть такая пословица армянская. Ասում է քորին ինչ ա պետք, երկու աչք։ Что нужно слепому? 2 глаза. Աստված ամեն բան արել էր։ Бог сделал все. Ուղղակի պետք էր Просто нужно ապրել, было վայելել։ жить и наслаждаться. Ու իրանք ոչ մի բանի կարիք չունեին, գիտես։ И они ни в чем не нуждались, знаешь. Ու ոչ թե միայն այդ, Не только это. լսեք, նաև իրանք ունեին կյանք, Также они имели жизнь. ոչ թե կյանք ժամանակավոր, Не временную. այլ իրանք հավիտենական կյանք ունեին, նրանք հավիտյան ապրելու էին։ Они имели жизнь вечную. Они должны были жить вечно. Ու քանի որ իրանք կյանքի մեջ ամեն բան լավ էր, И так как в жизни было все хорошо, հանգիստ, նորմալ, все было спокойно, хорошо. ոնց որ մեր կյանքերում ա լինում, հա, ամեն բան նորմալ ա, լավ ա, И как в нашей жизни ոչ бывает մի все խնդիր хорошо, չկա, нет никаких проблем, շատ լավ ա, все хорошо. ու հանկարծակի И вдруг երրորդ գլխում ծննդոց առաջի խոսքից в մինչև 3 6-րդ главе, խոսքը с 1 стиха, по իրան 6, հույր ա գալի օծը, приходит в гости змей. հա? Եվ ասում է օծը ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որ Եհովա Աստվածն ստեղծել էր, եւ կնոջն ասեց. Իրավ Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ Змей был хитрее всех зверей полевых, которых создал Господь Бог. И сказал змей жене: подлинно ли сказал Бог, не ешьте ни от какого дерева в раю. Գիտես, մեր կյանքերում էլ ա լինում։ И в нашей жизни так бывает. Ինձ ու քեզ էլ գալիս ա ու ասում ա. Мне и тебе приходит и говорит: Իրավի подлинно ли ինչի որ դու հավատում ես ճշմարտություն ա, հա։ то, во что ты веришь, есть истина? Իրավի ստեղ ճշմարտություն ա գրած։ Подлинно ли здесь истина написана? Իրավի դու հավիտենական կյանք ունես։ Подлинно ли ты имеешь жизнь вечную? Դու հավատում ես։ Ты веришь? Բայց եթե հավատում ես, Но если ты веришь, ինչի համար ա կյանքիդ մեջ խառը իրավիճակներ։ почему в твоей жизни разного рода обстоятельства разные? Ու տեսեք, ինչ պատասխանեց կինը, երկրորդ խոսքը։ И 2 стих, что жена ответила. Եվ կինը ասեց օծին. Պարտեզի ծառերի պտղիցն ուտում ենք։ И сказала жена змею: плоды из дерева мы можем есть. Բայց այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջտեղն է, Աստված ասեց. մի ուտեք նրանից եւ նրան մի դիպչեք, որ չմեռնեք։ Только плодов дерева, которое среди рая, сказал Бог: не ешьте их и не прикасайтесь к ним, чтобы вам не умереть. Այնքան ժամանակ ուներ, որ շատ հանգիստ օծի հետ հարցազրույցի մեջ էր մտել։ Так много времени было, что спокойно общалась со змеем. Ու օծը նորից ասեց կնոջը. И снова змей сказал жене: Լսի, չես մեռնի, ինչի պիտի մեռնես։ слушай, не умрешь, почему ты должна умереть? 5-րդ խոսքը։ 5 стих. Այլ Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աշկերը կբացվի եւ Աստծո պես կլինեք, բարին ու չարը գիտացող։ Но знает Бог, что в день, в который вы вкусите их, откроются глаза ваши, вы будете как боги, знающие добро и зло. Ասես լսի, Говорит: слушай, կյանքիդ մեջ ունես խնդիրներ, в твоей դժվարություններ։ жизни есть трудности, проблемы. Լսի, հավատացյալական տարբերակով այդ հարցերը չի լուծվի։ Если ты будешь верующим, твои вопросы так не решатся.
Դիմիր նորմալ մարդկային քայլերի։ Тебе нужно прибегать к нормальным Միայն человеческим действиям. աշխարհիկ աշխարհային հարցերով, Только мирскими путями. աշխարհային տարբերակներով կլուծվի քո հարցերը։ Только мирскими путями решатся твои вопросы. Ու կինը մտածեց И женщина подумала, 6-րդ խոսքը։ 6 стих, Ասում է եւ կինը տեսա, որ ծառը լավ էր ուտելու համար, и увидела жена, что дерево хорошо для пищи, եւ թե հաճելի էր աչքերին, и что оно приятно для եւ глаз, փափագելի էր ծառը նայելու համար, и вожделенно, առավ նրա պտղիցը եւ կերավ եւ իր հետ էլ իր մարդին էլ տվավ եւ նա կերավ։ вожделенно, потому что дает знание, и взяла плодов его и ела, и дала также мужу своему, и он ел. Գիտես, նայեց, Посмотрела, լսեց, հավատաց, услышала, поверила օծի ասացին, тому, что говорит змей. հավատաց իր աչքի տեսածին, Поверила тому, что она видела, որը շատ ժամանակ что очень часто, ես ու դու եք, գիտես։ я и ты знаешь, Մենք նայում ենք մեր աչքի տեսածին, мы смотрим на то, что видят наши глаза, մենք հավատում ենք այն ինչ որ մենք ենք հասկանում, верим в то, что мы понимаем, ոչ թե Աստծո ասածին, а не тому, что говорит Господь. ու անում ենք այն, И делаем то, ինչը որ Աստծո խոսքին հակառակ է։ что противится Слову Божьему. Նայեք, Ադամը եւ Եվան Адам и Ева, դրախտի մեջ էին։ они были в раю. Այսինքն, То Աստծո есть- ներկայության մեջ В Божьем присутствии նրանք Աստծո հետ զրուցում էին, они общались с Богом. ման էին գալի Աստծո հետ։ Они ходили с Богом. Այսինքն կապ կար, То есть была связь, հարաբերություն կար, были отношения, հաղորդակցություն կար, было общение Աստված ու մարդ, между Богом и человеком. ու նրանք И они լսել էին ու գիտեին, услышали и знали ինչ որ ասել էր Աստված իրենց։ то, что Бог говорил им. Գիտես, իրանք լավ էլ գիտակցում էին։ Они хорошо знали, осознавали. Շատ ժամանակ ես ու դու էլ лав էլ И գիտակցում ենք, зачастую мы с тобой также որ хорошо ինչ понимаем, ասում Աստծո խոսքը ինձ ու что քեզ, говорит Слово Божье мне и тебе, բայց մենք չենք անում այն, ինչ որ ասում։ но мы не делаем то, что говорит Слово Божье. Աստված ասել էր, այդ ծառից չուտեք, Бог сказал, не ешьте с того дерева, չուտեք ու չդիպչեք, կմեռնեք, не ешьте, не прикасайтесь, ибо смертью умрете. բայց առանց մտածելու Но не подумав, վերցրին ու կերան։ взяли и съели. Երկուսով էլ շատ հանգիստ կերան։ Оба прямо спокойно съели. Այսինքն, То есть, որ չէր կարելի ուտել այն ծառից, որ ասել էր Աստված, с того дерева, которое Бог сказал нельзя есть, նրանք մի բան արեցին, они сделали որ что-то, չպետք է անեին։ чего не должны были делать. Ու շատ ժամանակ ես ու դու էլ И зачастую я и ты բաներ ենք անում մեր կյանքի մեջ, делаем определенные действия в нашей որ жизни, պետք չի անել, которые не нужно делать. որ Աստված չի ասում, Что Бог говорит, Որ Աստծո не говорит это խոսքին делать. То, что Слову Божьему հակառակ է։ противно, противоречит. Նրանք մի քայլ արեցին, Они сделали некое որ действие, այդ քայլն անեին։ которого не должны были делать. Նրանք մի գործողություն կատարեցին, Они совершили определенные действия, չպետք է կատարեին։ которые не должны были делать. Գիտես, նրանք չարեցին այն, Они ինչ не որ сделали Աստված էր ասել, то, что Бог говорил, այլ արեցին այն, ինչ օծը а առաջարկեց то, իրենց։ что змей им предложил, они то сделали. Ինձ շատ է հիշեցնում ինչ որ баներ։ Չգիտեմ, ձեզ հիշեցնում է այս իմ պատմությունը, որ ես պատմում եմ։ Я не знаю, вам это о чем-то говорит, напоминает или нет. Ինչ որ բանի նմանեցնում ես։ Вы с чем-то это сравниваете? Ես նմանեցնում եմ, հիշում եմ, Я это сравниваю, դրա համար էլ այսօր քարոզում եմ։ поэтому и проповедую. Իմ կյանքում եղել է դեպքեր։ В моей жизни были Չգիտեմ քո обстоятельства, կյանքում եթե չի, Я եղել, не իմ знаю, если в կյանքում твоей եղել жизни է։ не было, Դրա համար то в էլ моей այսօր ես դրա были. մասին եմ քարոզում։ Поэтому я об этом сегодня говорю. Գիտես կա սրտի սխալ դիրք որոշում, Есть неправильное состояние сердца, որից էլ решение. գալիս է սխալ մտածելակերպը։ И откуда приходит неправильное Ու мышление, որը մարդուն и которое человека, շեղում է Աստծո ճշմարտությունից։ оно уводит от истины Божьей. Սրտից գալիս է սխալ մտածելակերպ, Из сердца приходит неправильное ու այդ սխալ мышление, մտածելակերպը и это неправильное мышление, ինձ տանում է քայլերի, оно приводит меня к действиям, ու ես շեղվում եմ Աստծո ճշմարտությունից ու Աստծո իրականությունից։ и я начинаю уклоняться от истины Божьей. Եվ մարդը շատ դեպքերում մտածում է, И человек зачастую думает, թե մեղքը, что грех, որ Աստված չի սիրում, չի ընդունում, который Бог не любит и не принимает, ու մեղքի վարձքը մահա, и есть воздаяние за грех, есть смерть, դա ինչ որ գործողություն что է։ это что-то, какие-то действия. Եթե ինչ որ մեկը ինչ որ սխալ գործողություն անում, Что если кто-то делает неправильные дела,
ուրեմն մեղ կա գործում։ Он просто грешит. Այսինքն եթե մարդը սխալ գործեր չգործի, Если человек не будет делать неправильных вещей, ուրեմն ինքը մեղ չի գործում։ то есть он не грешит. Ու շատ ժամանակ լսած կլինեք, И вы часто, наверное, слышали такое? շատ լավ մարդ է, Говорит, хороший человек, очень շատ хороший, սուրբ մարդ է, святой человек. ոչ մի սխալ բան չի անում։ Ничего неправильного не делает. Միթե ինչ որ բան անել կամ չանելն է մեղ, Разве что-то делать или не делать есть грех? չէ։ Нет. Այդ գործողությունը, որ մենք մտածում ենք, որ մեղ կա, То действие, которое мы думаем, что это грех, դա ոչ թե մեղ կնա, не это есть грех. դա մեղքի հետևանքն է, Это есть уже последствия греха, որ կատարվում է։ которое происходит. Եվ մեղքը И դա грех այն է, – это то, որ ավելի խորն է թաքնված, սիրելիներ ջան, что скрыто очень глубоко, որը չի глубже, երևում։ что не видно. Դու չես տեսնում։ Ты этого не видишь. Մենք ուղղակի տեսնում ենք գործողությունը, Мы просто видим дела, կատարվում է։ которые происходят. Այսինքն սխալ մտածելակերպը, Неправильное мышление, որը տանում է սխալ քայլերի, которое приводит к неправильным այսինքն делам, սխալ к գործողությունների, неправильным действиям, որը չի համապատասխանում Աստծո խոսքին։ которые не соответствуют Слову Божьему. Անում ենք մի բան, որը Աստված չի ուզել, ու Մի- Աստված չի ասել։ Мы делаем что-то, чего Бог не хотел, не желал. Այսինքն չանել այն, То есть не делать то, ինչ որ Աստված է ասում եւ ուզում, то, что Бог говорит и хочет, այլ անել այն, а делать то, ինչը որ Աստված չի ասում ու չի ուզում։ чего Бог не хочет и не говорит. Այսինքն անել այն, То есть делать то, ինչ որ մենք ենք ուզում, что мы хотим, ինչ որ ես եմ ուզում, что я хочу, ինչ որ ինձ է հաճելի, то, что мне ինչ որ ինձ է угодно, դուր то, գալի։ что мне Լավ нравится. է, ես այդպես եմ հասկանում։ Мне хорошо, я так Անել понимаю. այն, Делать то, ինչ որ իմ աչքերին է հաճելի, что угодно моим глазам, ինչ որ иմ սիրտն է ուզում, чего желает мое իմ сердце. սիրտն է ցանկանում։ Мое сердце этого Ես желает. այդպես եմ ուզում, Я так хочу, որը Աստծո խոսքին հակառակ է։ что противится Слову Божьему. Հոշատ չեք վախենում, որ խոսում եմ։ Вы не боитесь, когда я говорю? Այդ լավ է, որ ծիծաղացիք։ Տեսեք ինչ է գրված Գաղատացիս 5-րդ գլուխ 17-րդ խոսքում։ Галатам 5 глава, 17 стихе, что написано? Որովհետև մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ եւ սրանք իրար հակառակ են։ Ибо плоть желает противного духу, а дух противного плоти. Они друг другу противятся. Այն, որ դուք կամենում եք, այն անեք։ Միգուցե ասма, որ միգուցե այն, որ դուք կամենում եք, այն անեք։ Так что вы не то делаете, что хотели бы. Լսեք, ինչքան էլ ուզում ես մարմնիդ լավ կերակրի, Сколько бы ты его не Лав кормил свое акцера. тело, одевал, իր ամեն ուզածը արա։ делал все, что он хочет, Մեկ է, Всё մարմինը равно. հոգուտ Тело- հակառակ է։ оно противится духу, Հոգին էլ մարմնին է а հակառակ։ дух противится телу. Իրանք իրար հետ, Они друг с որ другом, ասում է, իրանց ջուրը մի արվով չի գնում ժողովուրդ։ их вода не течет в одном русле. Ինչ էլ ուզում ես արա մարմնիդ համար։ Что бы ты ни делал для тела, Ինչքան էլ փայփայի։ сколько бы ты его Ке- не ухаживал за керакри. ним, питал, Ասա պարկի քնի հանգստացի, որ քո համար լավ լինի։ говорил, спи, ложись, отдыхай, чтобы тебе было Մեկ хорошо. է, Все равно. Աստծո խոսքն ասում է մարմինը հոգուն հակառակ է, հոգին մարմնին է Слово հակառակ։ Божье говорит, что дух против тела и наоборот. Միջև այն օրը հակառակ է լինելու, երբ որ դու այդ մարմնից դուրս կգաս։ До того дня, пока мы не выйдем из тела, так Ես и будет. նկատի ունեմ իսկական դու։ Я имею в виду истинный ты. Լսեք ժողովուրդ։ Послушайте, народ Էսի Божий. Արսենը չի։ Это не Арсен. Արսենը այստեղ է։ Арсен там. Դուք Արսենին չեք տենում։ Вы не видите Դուք Арсена. Արսենի մարմինն եք Вы ուղղակի его տենում։ тело просто видите. Իսկական Արսենը այստեղ է։ Истинный Арсен, он там. Էսի մի օր մնալու է նորից ստեղ։ Этот один день, в один день Ոնց останется. որ ասում են, Как говорится, ինչ են ասում, չեխոլ, ֆուտլյար, չգիտեմ, ոնց ուզում чехол, եք ասել։ футляр. Как хотите, называйте. Որովհետև մարմինը միշտ անում է այն, Потому что тело всегда делает то, ինչ որ իրան է հաճելի, что ему угодно, ինչ որ իր ուզածնա, что ему хочется, ինչ որ իր սրտով է, то, что по сердцу его. ես այսպես եմ հասկանում։ Я так понимаю. Ես սենց եմ ուզում։ Я так хочу. Ինձ էսպես է ձեր տալի, Մնի դրա տակ- համար էլ անում եմ։
Мне так выгодно по этому делу. Ասեմ քեզ, Скажу тебе, այդ ամենը հակառակ է Աստծո խոսքին եւ Աստծո все կամքին։ это против воли Божьей и Слова Божьего. Որովհետեւ չի կարա այն ինչ որ իմ աչքն ա տենում, ինչ որ իմ սիրտն ա ուզում, ինչ որ իմ մարմինն ա ցանկանում։ Потому что не может то, что видит мой глаз, мое сердце и мое тело желает, Լինի Աստծոն հաճելի։ чтобы это было угодно Богу. Ու ասեմ, այսօր էլ իրականության մեջ, մեր կյանքերի մեջ լինում են դեպքեր։ И сегодня в действительности бывают ситуации. Գիտես, իմ հետ էլ ա եղել տենց իրավիճակներ։ Ես И со мной были такие обстоятельства. խոստովանում եմ, չգիտեմ ձեր հետ եղել ա թե չէ։ Я исповедую, я не знаю, с вами был или нет. Բայց գիտես, Но знаешь, մեզ պետք է ուղղակի շատ ուշադիր լինենք нам нужно быть очень внимательным մեր սրտին, нашему сердцу. որ գիտեմ ինչ պետք է անել, ոնց պետք է անել, Что я знаю, что нужно делать, как нужно делать, չեմ անում բայց։ но при этом я этого не делаю. Եվ ինչ պետք չի անել, բայց այն եմ անում։ А то, что не нужно, я делаю. Իմ կյանքում եղել է։ В моей Ես жизни չգիտեմ были. ձեր կյանքում Я не знаю, ваше было ли եղել так. է կամ հիմա կա Или, может быть, այդ также сейчас есть իրավիճակ։ такое обстоятельство. Գիտես որտեղից է այդ ամենը։ Знаете, откуда все Այդ это? ամենը գալիս է մարդու սրտի միջից, Все это приходит из сердца. որովհետև Потому что այն օծը, этот змей, այն բանսարկուն, этот այն клеветник, ստախոսը, этот лжец, այն խափեբան, этот обманщик, որը սերմանեց Ադամի եւ Եվայի սրտի մեջ, который сеял в сердце Адама и Евы անհնազանդություն եւ անհավատություն Աստծո հանդեպ, недоверие и неповиновение к Богу, Աստծո խոսքին, Слову Божьему, ու նրանք ավելի լսեցին իրենց մարմնին, и они больше слушали свое тело հավատացին իրենց աչքի տեսածին, и верили тому, что они видят, քանց թե Աստծո բերանից դուրս եկած խոսքին։ нежели тому слову, которое устами Бога было Գիտես, изречено. դա Это անհնազանդություն եւ անհավատություն է это непослушание и неверие արարիչ Աստծո հանդեպ։ по отношению к Богу Творцу. Դա սրտի ոչ ճիշտ դիրք է, Это неправильное состояние сердца. որից բխում է սխալ մտածելակերպ Откуда оно исходит? Неправильное мышление եւ տանում է սխալ գործողությունների։ и приводит к неправильным делам. Այսինքն չհնազանդվել եւ չհավատ Աստծո ասածին, То есть не повиноваться Слову Божьему и не верить, չհնազանդվել եւ չհավատալ Աստծո խոսքին, не слушаться и не верить Слову Божьему. ահա թե որն է մեղքը։ Вот что есть грех. Ոչ թե նա, որ մենք տեսնում ենք, որ ինչ որ մեկը մի բան արել, А не то, что мы видим, что кто-то сделал что-то. ու ասում ենք, որ մեղ կա գործել։ И говорим, вот он согрешил. Այսինքն երբ որ մեղքը վերածվում է գործողության, То есть, когда грех, он переходит в действие, հոգևոր մահ է ծնվում։ духовная смерть приходит. Նայեք, կա մարմնավոր մահ։ Есть физическая смерть. Մարմինը հոգուց բաժանվում է։ Тело, оно отделяется от Չէ, духа. տեսել ենք մարդիկ մահանում են։ Мы видели, что люди умирают. Ինչ է կատարվում։ Что происходит? Ուղղակի հոգին մարմնից бաժանվում է, Просто тело и душа не բայց отделяются. հոգևոր մահը կատարվում է։ Но духовная смерть, она происходит. Բաժանում Это разделение, Աստծո հոգու разделение եւ Духа մարդու Божьего հոգու միջև։ и между Духом Божьим и Духом человека. Ու այդ անհնազանդությունն ու անհավատությունը И это неверие и непослушание, դառնում է պատնեշ оно становится преградой Աստծո եւ մարդ հարաբերության մեջ։ между Богом и человеком. Նայ ու պատմեմ այն ինչ որ մեր աչքը տեսնում է, հա։ Расскажу то, что, например, видит наш глаз. Ու եթե մարդը շնչում է, И если человек, он дышит, ապրում է, живет, աշխատում է, работает, շատ եկամուտ ունի, много есть прибыли, նյութական ոչ մի բանի կարիք չունի, физически ни в чем не нуждается, в материальном. ամեն բան իր կյանքում լավ է, Все есть в его жизни, все хорошо. մտածում է, որ Աստված Он думает, իր հետ է, что Бог с ним, ինքը շատ ճիշտ ճանապարհի վրա է, он на правильном пути. բայց ասեմ քեզ, Но скажу тебе, դա ուղղակի Աստծո մեծ ողորմությունն է, որ այսօր մարդիկ ապրում են։ это просто большая милость Божья, что люди живут. Ոչ թե ինչ որ մեկը ճիշտ է ապրել կամ սխալ է ապրել։ Не потому, что кто-то правильно или неправильно жил. Ուղղակի այսօր մարդիկ, որ апրում են, թե հավատացյալներ, թե անհավատներ, Просто сегодня люди живут верующие или դա Աստծո մեծ неверующие. ողորմությունն Это է։ большая милость Божья.
Որովհետև Աստված մարդուն շատ է սիրում։ Потому что Бог сильно любит человека. Ու դրա համար էլ համբերում է, И поэтому Он его ու терпит սպասում է, и ожидает, անկախ հավատացյալ թե անհավատ, независимо верующий или неверующий. երբ կապ աշխարհի դարձի կգա։ Когда покаяться Շատ и ժամանակ մենք обратиться. մտածում ենք, որ Часто мы думаем, անհավատները պետք է միայն что неверующие ապաշխարեն, только должны каяться. բայց մեզ էլ է ապաշխարել պետք։ Но и нам нужно Մեզ каяться. էլ է դարձի գալ պետք։ Нам нужно обращаться, Որովհետև եթե մարդը մեղքի մեջ է, потому что если человек в грехах, Աստվածը տեղ չկա, Бога там нет. չխաբվես, Не обманывайтесь. որովհետև Աստված լույս է, Потому что Бог есть свет, ու Աստված лույսի մեջ է и Он во ման գալիս։ свете. Ու որտեղ որ խավարը, այնտեղ Աստված չկա։ И где тьма, там нету Бога. Անկախ նրանից, Независимо от того, մարդը человек, հավատացյալը верующий, եկեղեցի է հաճախում, приходит в թե չի церковь, հաճախում, или не թե անհավատ приходит, է, или неверующий. թե իր տունն է պաշտում Աստծուն։ Может ли он дома в своем почитать Бога? Եթե մարդու սրտի մեջ Если в сердце человека կա անհնազանդություն եւ անհավատություն, есть непослушание и невера, и нет Աստծո веры հանդեպ, по отношению к Богу, Աստվածաշնչի հանդեպ, по отношению к Слову այն ինչ որ Божьему, Աստծո խոսքն է ասում, тому, что говорит Слово Божье, դա խավարի մեջ է։ это во тьме. Եվ հենց այդ էր պատճառը, И именно это и есть причина, որ Ադամով ու Եվայով что через Адама и Еву հոգևոր մահ եղավ։ пришла духовная смерть. Ու կտրվեց կապը, հարաբերությունը, հաղորդակցությունը Աստված մարդ։ И общение, отношения между Богом и человеком, они оборвались. Բայց Но ասում է շատ լավ է որ բայցը կա, очень хорошо, что есть բայց но. փառք Աստծուն, Но слава Богу, որ Հիսուսով այդ կապը վերականգնվեց իմ ու քո что համար։ через Иисуса эта связь она Ամեն восстановилась для меня и тебя. Փառք Աստծուն իր միածին որդու համար, Слава Богу за единородного Сына, որ այդ կապը վերականգնվեց, который восстановил эту связь, որը որ կտրվել էր которая была обрублена անհնազանդության из-за եւ անհավատության непослушания պատճառով։ и из-за неверия. Ուզում եմ նայենք մի պատմություն Хочу Աստվածաշնչից, одну թե ինչ историю կատարվեց։ посмотреть из Слова Божьего, что произошло. Գրված է Написано Դանիել գրքի մեջ, в книге Даниила, Դանիելի մասին է, здесь о Данииле, Դանիելի մեկ է լավ տղերքի մասին։ 4 հոգի լավ տղա էին։ о Данииле и о хороших парнях. Их было 4 всего. Ուրեմն ինչ կատարվեց։ Что произошло? Ասում է Նաբուգոդոնոսոր թագավորը Երուսաղեմը պաշարեց, Говорится, что царь Навуходоносор, он захватил Иерусалим, осадил ու որոշեց и решил հрьяաներից լավ երիտասարդ տղաներ վերցնի, и забрать хороших отроков из народа սիրուն, израильского, գեղեցիկ, красивых, умных, լավ հասկացող, մտածող, которые могут думать, размышлять, որ տանի իր թագավորության մեջ, чтобы привести их в свое царство, որ թագավորության գործերը առաջ գնա ավելի։ и чтобы дела в его царстве, они улучшались. Ու ընտրեցին որոշ տղաների, И избрали нескольких ովքեր парней, դեմքով սիրուն էին, բոյով, которые были հուսաթով, красивые, высокие, сильные. նրանց համար աշխատավարձ որոշեց, Он решил для них зарплату. նրանց ասես կմնան իմ թագավորական պալատում, Он сказал, что вы останетесь в моих царских чертогах, նրանց կերակրեք, будете их кормить. իր ներքնապետին ասեց զբաղվիր այդ տղաներով։ И он сказал, что он сказал своему Երբ начальнику, որ занимайся պետք ими. Երբ որ պետք լինի, կասեմ գբերես իմ արջև։ И когда нужно будет, я скажу, и ты приведешь их ко мне. Ու երբ որ ներքնապետը ասեց տղաներին, И когда царедворец сказал сыновьям, որ ձեզ պետք է թագավորական պալատի ուտելիքը ուտեք եւ գինին խմեք, որպեսի մնաք ունենաք առողջ ապրելակերպ, ոնց որ հիմա ենք ասում։ и он сказал, что вы должны питаться едой из дома царского, чтобы быть здоровыми. Դանիելի առաջի գլուխ 8-րդ խոսքը տեսեք ինչ ա գրված։ Даниила 1:8, что написано? Եվ Դանիելը որոշեց իր սրտումը։ Даниил положил в сердце своем. Ինչ արեց։ Что он сделал? Որտեղ որոշեց։ Где он решил? Իր սրտի մեջ որոշեց։ Он решил в своем сердце. Այսինքն որոշումը սրտից է, То есть решение, оно из сердца исходит. որ Которое- Իրան չփղծե թագավորի կերակուրով եւ նրա խմած գինիով։ Решил в сердце своем не оскверняться яствами со стола царского
и вином, который пьет царь. Եվ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չպղծե։ И потому просил начальника евнухов о том, чтобы не оскверняться ему. Այսինքն ինքը իր սրտի մեջ որոշեց. То есть он в своем сердце решил: Ես չեմ անելու, չեմ ուտելու, չեմ խմելու այն, ինչ որ թագավորական պալատում է։ я не буду есть, пить то, что в царском дворце. Իր սրտում, որտեղից իր սրտում։ Он в своем сердце решил. Այսինքն որտեղից է գալի ամեն բան սրտի միջից։ Откуда исходит все? Из сердца. Ու հենց այդ սրտի մեջ էլ, И именно в этом сердце, սիրելիներ ջան, возлюбленные, ծնվում է անհնազանդությունը եւ անհավատությունը рождается непослушание и неверие Աստծո խոսքին, по отношению к Слову Աստծո Божьему, ասածին к тому, что Он ու говорит, Աստվածաշնչի միջի к գրազներին, тому, что написано в Слове որը Божьем, կարդալով կարդում ենք, которое читаем и читаем, ասում ենք ճիշտ է мы говорим, գրած։ это все правильно. Բայց չենք ապրում ու անում այն ինչ որ այստեղ է գրված։ Но не делаем и не живем так, как написано. Ինչ եք մտածում, միթե վատներ, հա, թագավորական պալատի միջի ուտելիքը։ Разве еда была плохая в царском дворце? Ամենաթանկը, ամենալավը, ամենահամովը։ Самая дорогая, Թագավորը вкусная. ստից բաներ չէր ուտում։ Царь он не ел обычего. Բայց ինքը հրաժարվեց դրանից։ Но он отрекся, он не Ասեց, «Ես захотел. չեմ Он ուտի, сказал, դու я не չեմ буду խմի»։ этого есть и пить. Գիտես ինչի համար։ Знаете почему? Որովհետև ինքը չանարգեց իր Աստծո բերանից դուրս եկած խոսքը։ Потому что он не пренебрег словом, которое исходило из уст Божьих. Որովհետև ինքը զանջ չարեց Потому Աստծո պատվիրանքը։ Потому что он не пренебрег по законам Божьим. Ինչը որ ասել էր Աստված։ То, что Бог сказал, заповедал, Ինքը զանջ չարեց, ինչ որ գրած էր։ он не пренебрег тем, что было написано. Ինքը զանջ չարեց, ինչ որ կարդացել էր։ Он не отверг то, что прочитал. Ինքը չմոռացավ ինչ էր կարդացել։ Он не забыл то, что прочел. Ու այդ ամենը երբ որ արեց, И когда все это он сделал, երբ որ եկավ ժամանակը իրան բերեցին թագավորի առջև, когда пришло время, его представили перед царем, ամենագեղեցիկները իրանք էին։ самые прекрасные были они. Ու հետո մի հատ դեպք եղավ, И был потом один случай. թագավորը երազ է տեսնում, Царь видит сон, ամեն բան խառնվում է իրար, и все, приходит ու ոչ մեկը չի смятение. կարող իր երազը բացատրի И никто не պատմել։ может истолковать его сон. Ու կարճ պատմեմ։ И коротко расскажу. Դանիելը տեսնում է երազը, Դանիել, երազի պատասխանը, Он видит этот сон, ответ, գալիս է, պատմում է, приходит и բացատրում говорит, է, открывает это царю. ու թագավորը Դանիելին դնում է իշխան ամբողջ Բաբելոնի վրա։ И царь ставит Даниила, дает ему власть над всем Вавилоном. Ու Դանիելն էլ իր անկերներին է դնում տարբեր նահանգների վրա գուբերնատոր, հա։ И Даниил он ставит своих друзей губернаторами в разных регионах. Նայեք այն ամենը, И все это, ինչը որ չարեց Դանիելը, то, что не сделал Даниил, չանարգեց Աստծո ասածը, он не пренебрег то, что говорил Бог. անհնազանդություն եւ անհավատություն չունեցավ Աստծո եւ Աստծո խոսքի հանդեպ, У него не было непослушания и неверия по отношению к Слову Божьему. ինքը գերի էր։ Он был в рабстве. Նաբուգոդոնոսորը պաշարել էր Երուսաղեմը։ И Навуходоносор он осадил Ինքը Иерусалим. ծառա էր, Он был слугой. բայց այդ ծառայի պաշտոնից տեսեք հասավ ինչ պաշտոնի, Но իշխանի։ смотрите, из статуса слуги, в какой статус Գիտես ինչի համար, он дошел. Но знаете որովհետեւ իր почему? սրտի մեջ որոշում ուներ։ Потому что в сердце было решение. Ես հնազանդ եմ, Я буду ես слушаться. հավատում եմ, Я верю. այն ինչ որ դուրս է գալի Աստծո բերանից, То, что исходит այն из ինչ уст որ Божьих. ասում է Աստված, То, что говорит Бог. այն ինչ որ գրված է То, что Աստվածաշնչի написано в մեջ, Слове Божьем. ես հավատում եմ, Я верю. ես պահում եմ Я ու ասում храню. եմ հալելույա ամեն, Я ամեն բան говорю ճիշտ է։ аминь и аллилуйя. Ու հետո И после այս Նաբուգոդոնոսոր թագավորը նորից ծռվեց։ этот царь Навуходоносор снова начал Մի հատ ոսկի Делать- արձան սարքեց обратно, и он снова сделал из стукана золотого уже. ու ասեց պետք է բոլորը երկրպագեն, И говорит, все должны поклониться, պաշտեն, поклоняться, խոնարհվեն, смиряться. ու այդտեղ գիտեք ով կային։ И знаете, кто там были? Ասում այդտեղ քաղդեացիներ кային, Говорит, там были халдеи. գիտեք ովքեր են այս Знаете, кто քաղդեացիները։ эти халдеи? Կախարդ, քուշակ, Это гадатели, շատ վատ մարդիկ։ те, кто занимались Ու ասում է, колдовством. եկան թագավորի մոտ, Люди плохие, скажем так, которые пришли к царю. որովհետև թագավորն ասել էր, երբ որ հրաման էր տվել,
Потому что царь сказал, когда будет Երբ որ звук, կլսեք ձայները когда вы շեփորի, услышите звук трубы, բոլորը պետք է երկրպագեն ու խոնարհվեն։ все должны поклониться и смириться. Բայց այս տղաները Но эти парни, չէին խոնարհվելու ենթարկվել։ они не послушались и не поклонились. Ու այս քաղդեացիք И эти халдеи եկան թագավորի մոտ пришли к царю ու ասեցին и сказали 3-րդ գլխի 12-րդ խոսքը։ в 3 главе 12 стихе: Ասին մի քանի հрья մարդիկ կան, որոնց դու որոշել ես Բաբելոնի գավառը կառավարելու համար։ Սետրակը, Միսակը եւ Հաբեդնակովը։ есть мужи иудейские, которых ты поставил над делами страны Вавилонской: Сидрах, Месах и Авдинага. Այս մարդիկ քո հրամանին չեն լսում, ով թագավոր։ Эти мужи не повинуются повелению твоему, царь. Քո աստվածներին չեն պաշտում եւ քո կանգնեցրած ոսկի արձանին երկրպագություն չեն անում։ Богам твоим не служат, и золотому истукану, которого ты поставил, не поклоняются. Գիտես, որովհետեւ ամեն ժամանակ, То есть во всякое երբ время, որ հենց իմ եւ քո կյանքի մեջ когда в моей твоей жизни լինում է մի փոքր բարձրունք, бывает какой-то подъем, միանգամից սատանան խառնվում է իրար։ сразу дьявол приходит Ու ամեն замешательство. իրավիճակներ ուզում է օգտագործի, И он хочет все обстоятельства որպեսզի использовать, ինձ ու քեզ շեղի ճշմարտությունից, чтобы меня и тебя, որպեսզի ինձ ու քեզ բերի մեր սրտի մեջ բերի անհնազանդություն ու անհավատություն։ чтобы меня и тебя свести с пути и принести в мое и твое сердце непослушание и неверие. Որտեվ գիտես ինչ է նույն չարախոսը, Потому что тот же клеветник, դրա մոտ ոչ մի բան չի փոխվել։ у него ничего не изменилось. Ինքը նույնն է։ Он тот же. Սատանայի գործելաձևը նույնն է։ И формула дьявола одна и та же. Այսօր էլ այս աշխարհի մեջ որ ապրում ենք, И сегодня, когда мы живем в этом мире, այս օթի իշխանը, князь этого воздуха, որը ժամանակավոր է իշխանություն у անում, которого есть временная власть, մեր կյանքի համար առաջացնում է տարբեր իրավիճակներ, он в нашу жизнь привносит разные обстоятельства. թե մեր կյանքի մեջ, И в нашей жизни, թե մեր ընտանիքի или в մեջ, семье нашей, թե մեր աշխատանքի մեջ, или в работе, թե մեր ծառայությունների или в մեջ, служении. այդ ամենը նրա համար է, Все это для որ того, ինձ ու քեզ շեղի Աստծո ճշմարտությունից, чтобы меня и тебя свести с истины Божьей, որպեսի իմ ու քո սրտի մեջ առաջացնի անհնազանդություն ու անհավատություն Աստծո հանդեպ։ чтобы в мое и твое сердце внести непослушание и неверие по отношению к Богу. Ու ինչ արեցին։ И что они сделали? Տեսեք, Դանիել 3-րդ գլխի 16-17 խոսքը, 16 и 17 стихи, Даниил 3 որովհետև глава. Նաբուգոդոնոսորը ասել էր. Навуходоносор сказал: Ով որ չի ենթարկվի, если кто-то не будет слушаться, գցելու են կրակի հնոցի մեջ, и его бросим в огненную печь, ահավոր կրակի մեջ։ в сильный огонь. 16-րդ խոսքը, 16 стих. երբ որ Նաբուգոդոնոսորը հարցրեց, ինչի չեք խոնարհվում ու հնազանդվում։ Когда царь Навуходоносор спросил, почему вы не повинуетесь и не Ասում է, եւ поклоняетесь, Սետրակը, Միսակը եւ Հաբեդնակովը պատասխանեցին եւ ասեցին թագավորին. Մենք պետք չունենք այս բանի մասին քեզ պատասխան տալու, ով Նաբուգոդոնոսոր։ и отвечал Сидрах, Месах и Авдинага, и сказали царю Навуходоносору: нет нужды нам отвечать тебе на это. Ահա մեր Աստված, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքված հնոցիցը։ Бог наш, которому мы служим, силен спасти нас от печи, раскаленной огнем, Ասեց ու քո ձեռքիցն էլ ով թագավոր։ и от руки твоей царь. Նա մեզ կազատի։ Он избавит нас. 18-րդ խոսքը։ 18 стих. Եթե ոչ, Если же и нет, թող քեզ հայտնի լինի ով թագավոր, то будет известно тебе, царь, որ քո Աստծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագություն չենք անում։ что мы богам твоим служить не будем, и золотому истукану, которого ты поставил, не поклонимся. Նույնիսկ եթե իմ կյանքի մեջ ինչ որ բաներ չլինի էլ, Если даже в моей жизни чего-то не այն будет, ինչի կարիքը ես то, ունեմ, в чем я нуждаюсь, այն ինչ որ ես ուզում եմ, եթե նույնիսկ չստացվի էլ, то, что я хочу, даже если этого не будет, մեկը все равно ես ոչ մի աշխարհային քայլերի չեմ դիմելու, я никаким мирским путям որովհետև не ես буду հավատում եմ մի Աստծո, прибегать, потому что я верю в Бога, պաշտում եմ մի Աստծո, я верю Богу, որը ինձ արարել է ու служу ինձ Богу, который ստեղծել меня է։ сотворил. Ու գցեցին կրակի մեջ, Их кинули в огонь. ահավոր ավելի շատացրեցին կրակը, Сильный պատմությունը огонь. գիտեք դրա համար եմ Вы знаете պատմում։ историю по этому рассказу.
Ու երրորդ գլխի 24-25-րդ խոսքը նայենք։ И 24 и 25 стихи хочу Երբ чтобы որ посмотрели. գցեցին կրակի մեջ, կապեցին ու գցեցին կրակի Их մեջ, связали и кинули в огонь. ինչի համար մանրամասը չեմ պատմում, Почему не говорю все որովհետև ես детали? շեշտը ուրիշ բանի վրա եմ դրել, ոչ թե որ ինչ ձև գցեցին, ոնց կապեցին, ինչ Потому что արեցին։ акцент на другом, не то, как их кинули в Ասում եմ, печь. այն ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորը ապշել էր եւ շտապելով վեր կեցավ եւ խոսեց։ Навуходоносор царь изумился и поспешно встал и сказал Եվ ասեց իր խորհրդականներին. вельможам своим, Չէ որ մենք 3 մարդ գցեցին կրակի մեջ կապված։ не троих ли мы мужей бросили в огонь связанными? Նրանք պատասխանեցին եւ ասեցին թագավորին. Այո, ով թագավոր։ Они в ответ сказали царю, истинно так, царь. Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ահա ես 4 մարդ եմ տեսնում, արցակված ման են գալիս կրակի մեջ։ На это он сказал, вот я вижу 4 мужей, не связанных, ходящих среди огня, Եվ վնաս չկա նրանց վրա, и нет вреда им. եւ 4-րդի կերպարանքը աստվածների որդիի է նման։ И вид 4 подобному Сыну Божию. Եվ Դանիել 3-րդ գլխի 28-րդ խոսքը, 3:26. երբ որ նրանց հանեցին այնտեղից, Когда их вывели оттуда, պատկերացնում եք կրակի հնոցի մեջից հանել են, смотрите, их вывели из ոչ огня, ինչ որ վարված տեղ կա, и ни одного места, где они были, ни одного երբ որ շատ ожога. ժամանակ մենք կանգնած հանգարցակի ինչ որ մի կրակի мот, Если иногда бывает, мы стоим у огня, թե ուղակի кրակա, թե խորոված են անում, просто огонь или шашлыки մեր делаем, վրայից շատ араг հոտ է գալի։ с нас начинает какой-то запах идти очень Ասում եմ, быстро. երբ որ նրանց հանեցին, Когда их оттуда вывели, ասում եմ, ոչ վարված տեղ կար, не было ни одного места, Ну, где не был бы ожог, ծխի հոտ էլ չէր գալի նրանց и даже վրայից։ никакого запаха не было. Ու գիտես ինչ արեց И знаете, Նաբուգոդոնոսորը։ что сделал царь Навуходоносор? 28-րդ խոսքը։ 28 стих. Ասում է Նաբուգոդոնոսորը պատասխան տվավ եւ ասեց. Тогда царь Навуходоносор сказал, Օրհնյալ է Սետրակի, Միսակի եւ Աբեդնակովի Աստվածը։ благословен Бог Сидраха, Месаха и Авдинага. Օրհնյալ է քո Աստվածը։ Благословен твой Бог. Օրհնյալ է մեր Աստվածը, Благословен наш Бог. որի անունը Հիսուս է։ Имя которого Иисус. Ասում է, որ ուղարկեց իր հրեշտակին եւ ազատեց իր ծառաներին, Который отправил своего ангела и освободил своих слуг. որ նրանք ապավինեցին եւ թագավորի խոսքը Которые надеялись на него и не послушались царского повеления. ասում է եւ իրանց մարմինները տվին, И предали тела свои, որպես չպաշտեն եւ չերկրպագեն ոչ մի Աստծո բացի իրանց Աստվածալից։ и предали свои тела огню, чтобы не служить и не поклоняться иному Богу, кроме Бога своего. Իրանք համաձայն էին։ Они были согласны. Ավելի լավ է վարվեն կրակի մեջ, Лучше мы будем гореть в огне, քան թե պաշտենք այն Աստծուն, այն Ежели- արձանին, որ Նաբուգոդոնոսորն էր կառուցել։ служить тому Богу и богам, которого сотворил Եթե Навуходоносор. իմը քո կյանքի մեջ իրավիճակներ գա, Если в моей твоей жизни придут մենք обстоятельства, ոնց կանենք։ как мы поступим? Եթե մեր առաջ դրվի, Если перед нами станет Առաջարկություն. вопрос մենք решения, ոնց կանենք։ как мы поступим? Ես հավատում եմ, Я верю, որ եթե մենք հնազանդվենք ու հավատանք Աստծուն, если мы будем послушны и будем верить Богу, մեր կյանքերի մեջ в нашей жизни, ինչ իրավիճակների էլ հանդիպենք, с какими бы обстоятельствами мы бы не գիտես встретились, անկախ չափից ու անկախ մեծությունից, независимо от размеров, Աստված իմ ու քո հետ կլինի, Бог всегда будет с нами, ինձ ու քեզ կանցկացնի ջրերի ու կրակների меня միջով, и тебя проведет через огонь и ու воду. մենք ոչ կխեղդվենք, И мы не утонем, ոչ կվարվենք, и не обожгемся, ոչ էլ մեր վրից ծխի հոտ կգա, и не будет никакого огненного запаха с нас. ու մենք միշտ И мы всегда, ես ու դու, я и ты, ես ու դու, я и ты, դուք էլ, и вы, մենք դուրս կգանք միշտ հաղթական, мы всегда выйдем победителями. ամեն, Ամին։ հավատում ես այդ ձևի Ты веришь Աստծուն, такому Богу? հարկ ես Տեր, Слава тебе, Господь. որովհետև Потому что, լսի Աստված քո հետ է, знаешь, Бог с тобой. Աստված երբեք սուտ չի Бог խոսում, никогда не обманывает. Աստված իր խոսքը իրենից բարձր դասեց, Бог, Он свое слово поставил превыше себя. կարելի է, հա,
Աստված երբեք չի ուշանում, Бог никогда не опаздывает. երբեք թող չխափի քեզ սատանեն, Пусть никогда тебя не обманывает дьявол. եթե միտք տա, Если он даст тебе որ мысль, ուշացել է, что он опоздал. չկա տես բան, Нету такого. մեր Տերը երբեք չի ուշանում, Наш Бог, Он никогда не опаздывает. ու Աստված И Бог, ինչ որ սկսել է իմ ու քո կյանքի то, что մեջ, начал в моей твоей жизни, որտեղ դու այստեղ ես, потому что ты здесь, ուրեմն արդեն ինչ որ бан սկսել է, значит, что Он уже что-то начал. ու այն ինչ որ սկսել է իմ ու քո կյանքի То, что Он մեջ, начал в моей твоей жизни, ինքն էլ տանելու է ավարտի, и Он доведет до конца. երբեք չխառնվես, Никогда не пугайся. քո Տերը կենթանի է, Твой Бог, Он живой. ուղղակի Просто հնազանդվի ու հավատա, будь послушен и верь. ու թույլ տուր Աստված գործի քո И կյանքի позволь, մեջ, чтобы Бог, Он действовал в твоей жизни. ու ես հավատում եմ, И я верю, շատ եմ հավատում, я очень-очень եթե верю. ես ու դու հնազանդվենք ու հավատանք Если я и ты будем послушны, будем верить Աստվածաշնչի խոսքերին Слову Божьему, ու Աստծո բերանից դուրս եկած и խոսքին, Слову, которое исходит из уст Божьих, Աստված Бог նույնպես также իմ ու քո անունը мое и твое имя կբարձրացնի, Он поднимет, կզորացնի, Он укрепит, իմաստուն կանի մեզ Он сделает мудрыми нас, ու մեր ապրած կյանքով կփառավորվի այս անհավատ աշխարհի մեջ։ и через нашу жизнь Он прославится в этом мире. Ուղղակի Աստծո այս տրված կյանքում Просто в жизни, которую Бог дал нам, մեզ պետք է մեռնենք մեր համար нам просто нужно умереть для себя ու ապրենք Հիսուսի и համար, жить для Иисуса. որովհետև Потому что они նրանք պատրաստ էին մեռնեն, были готовы умереть. բայց նրանք չմեռան, ապրեցին։ Но они не умерли, они были живы. Մենք որ մեղք էին գործել Мы, когда грешили, ու մենք պիտի и մեռնեին, мы должны были умереть, Հիսուսը մեր տեղը մեռավ։ Иисус, Он умер Դրա за համար հիմա нас. մենք կենթանի ենք։ Поэтому мы сейчас живые. Ուղղակի ինձ ու քեզ պետք է Просто мне и тебе нужно, այն կյանքը, որ մենք հիմա ապրում ենք, чтобы ту жизнь, которую мы ոչ թե проживаем, ապրենք մեր համար, не просто для себя жить, այլ ապրենք իր համար, но и для Него жить. որովհետև ինքը մեռավ իմ ու քո Потому համար։ что Он умер для меня и тебя. Եթե ինքը իմ ու քո համար մեռավ, Если Он умер для меня и тебя, ու մենք հիմա իր մեր կյանքը ապրենք մեր համար, и мы сейчас будем для себя жить, մենք շատ վատ մարդիկ կլինենք։ мы будем не очень хорошими людьми. Ու ես հավատում եմ, И я верю, եթե մենք այս կյանքում если мы в этой մեռնենք жизни Հիսուսի համար, умрем для Иисуса, հավիտենությունը կապրենք ու կվայելենք մեր համար։ вечность мы будем наслаждаться. Բայց Но ես չեմ հավատում, я не верю, որ հանկարծակի ինչ որ մեկը կապրի իր համար։ что кто-то будет жить для себя. Շատ ցավալի կլինի, Будет очень болезненно. որտեվ նորից եմ ասում կներես, ես չգիտեմ այդ ձևի մարդը որտեղ կլինի, եթե Снова говорю, я не знаю такой человек, где он будет. ինքը իր կյանքը ապրեց իր համար ու չապրեց Հիսուսի համար։ Если он свою жизнь прожил для себя, а не для Иисуса. Բայց մի բան հաստատ գիտեմ, Но одно я точно знаю, որ Աստված ինձ ու քեզ ընտրել է, что Бог меня и тебя որ избрал, մենք ապրենք հավիտենության մեջ իր հետ։ чтобы мы вечно Այս жили մեկը с Ним. հաստատ գիտեմ ու հավատում եմ։ Это я точно знаю и в это верю. Գիտես, սատանայի սիրտը կանգնում է։ Сердце дьявола, оно останавливается. Սատանայի ուշքը գնում է։ Он просто падает в обморок. Երբ որ հիշում է, Когда он вспоминает, որ հավիտենության մեջ ինքը որտեղ է լինելու, где он будет в вечности, ու մենք որտեղ ենք լինելու։ а где будем мы. Դրա համար է սիրտը կանգնում է, ուշքը գնում է, անգնում է։ Поэтому ему становится плохо. И он Դրա падает. համար էլ амեն բան ուզում է անի, Поэтому он хочет все сделать, որ ինձ ու քեզ чтобы мне и тебе, շեղի Աստծո меня и ճշմարտությունից тебя свести с истины Божьей. թույլ մի տուր, Не позволь, որովհետև Աստված իմ ու քո ձեռքն է տվել։ потому что Бог это дал мне и тебе. Որովհետև ամեն բան սկսում է Потому что все սրտի начинается միջից։ с сердца. Այսինքն ամեն բան կախված է իմ ու քո որոշումներից։ То есть все начинается с моего и твоего решения. Այսինքն պետք է, То есть нужно, որ ես ու դու որոշում կայացնենք чтобы я это и решили. ու այդ որոշման մեջ հաստատ մնանք։ И в этом решении пребывали Аминь. твердо. Аминь. Ու ասեմ քեզ, Скажу тебе, եթե չգիտես, если ты этого не իսկ եթե знаешь, գիտես կրկին անգամ, а если знаешь, то повторюсь. Հիսուսը քեզ իշխանություն ա տվել, դու ունես Иисус իշխանություն тебе дал Հիսուսից։ власть.
Տեսեք ինչ ա գրված Հակոբոս 4-րդ գլուխ 7-րդ խոսքը, ձեզ ծանոթ խոսք պետք է լինի։ Иакова 4:7. Արդ հնազանդեցեք Աստծուն, հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Итак, покоритесь Богу, противостаньте дьяволу и убежит от вас. Լսեք, մեծ ջանք պետք չի, Не нужно больших մեծ усилий. աշխատանք պետք չի, Больших усилий не нужно. կռվել պետք չի, Не нужно сражаться. ուղղակի հակառակ կանգնի։ Нужно противостоять. Երբ որ գալիս է, Это приходит. հիրավի Աստված ասեց։ Действительно ли сказал Бог? Լավ էլ արեց, որ իմ Աստված ասեց։ Правильно сделал Едешь Бог, что гнал. сказал. Դու Отойди իմ от վրա меня. իշխանություն У չունես, тебя нету власти. որովհետև դու արդեն պարտված ես։ Потому что ты уже поражен. Որովհետև իմ ու քո Հիսուսը Потому что հաղթանակ мой է и твой տարել։ Иисус, Он уже победил. Ու այդ հաղթանակը իմ ու քո ձեռքն է И տվել։ эту победу Он дал мне и Մենք тебе. հաղթող ենք, մենք իշխանություն ունենք։ Мы победители, мы имеем власть. Գիտես ինչ, թույլ մի տուր, Не որ այս позволяй, աշխարհի իրավիճակները ազդի քո ներսի աշխարհի վրա։ чтобы обстоятельства этого мира, они влияли на твой внутренний мир. Այլ թույլ տուր, Но позволь, որ Հիսուսը փոխի քո կյանքը։ чтобы Иисус изменил твою жизнь. Թույլ տուր, Հիսուսը մաքրի քո սրտի միջի անհնազանդությունն ու անհավատությունը։ Позволь, чтобы Иисус, Он очистил непослушание, неверие, Թույլ которое в տուր твоем сердце. Հիսուսը, Позволь, чтобы Иисус. թույլ տուր Հիսուսը, որ փոխի քո մտածելակերպը, Позволь, чтобы Иисус, Он изменил твое мышление. որպեսզի փոխվի իմ ու քո ապրելակերպը։ Чтобы мой и твой образ жизни поменялся. Գիտես, բոլորս էլ մարդ ենք։ Мы все люди. Ստեղ հրեշտակ չկա, ես Здесь իշքան нету գիտեմ։ ангелов, насколько я знаю. Միգուցե հոգևոր նայես ասես հրեշտակներ շատ կան, բայց Может быть, մենք չենք духовно ты տենում։ посмотришь, скажешь, много их. Մեր մեջ նկատի Я ունենք։ говорю, среди нас. Մենք հրեշտակներ Мы не չենք, ангелы. սովորական մարդ ենք, Обыкновенные люди. բոլորս էլ ապրում ենք Все живем մեղավոր մարմնի մեջ, в теле греховном, մահկանացու մարմնի մեջ, в тленном теле. ու Աստված գիտի մեզ։ И Бог знает нас. Աստված ինձ ու քեզ շատ լավ գիտի, Бог меня и тебя хорошо որովհետև знает. ինքն է ինձ ու քեզ արարել։ Потому что Он меня и тебя Ու сотворил. Աստված գիտի, որ հնարավոր է, И Бог знает, что возможно որ ինչ որ պատճառներով по каким-то причинам, իմ ու քո սրտի մեջ առաջանա անհնազանդություն ու անհավատություն։ чтобы в моем и твоем сердце оно появилось непослушание и неверие. Գիտի Աստված, Бог знает. որ հնարավոր է, Это возможно. ես էլ, Я դու էլ и ты, մեղ գործենք, чтобы мы согрешили. սխալներ անենք։ Допустили неправильные действия. Աստվածաշունչն է այդպես ասում։ Слово Божие так говорит. Բայց քանի որ Աստված Но так как Бог մեզ շատ է սիրում, сильно любит нас. գիտես Աստված տվեց Знаешь, Бог дал հնարավորություն возможность, մեղքերի թողության։ чтобы мы приходили в покаяние. Աստված իր միածինը տվեց, Он дал որ единородного, ամեն նրան հավատացողը կյանք чтобы ունենա։ всякий верующий в Него Ու имел ոչ жизнь. թե ուղակի կյանք, А не просто жизнь, այլ ավելին։ но с избытком. Վերջի տեղը կարդամ, Последнее место ու մենք прочитаем. իրար հետ աղոտ И мы կանենք։ будем вместе молиться. Համաձայն եք աղոտ կանելու։ Вы согласны, чтобы мы молились? Տեսեք առաջի Հովանես 1:9 ինչ է ասում։ Первое послание Иоанна. Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, 1:9. Если исповедуем грехи наши, նա հավատարիմ է եւ արդար, то Он, будучи верен и праведен, որ մեր մեղքերը թողե մեզ простит нам грехи наши եւ սրբե մեզ ամեն անիրավությունից։ и очистит нас от всякой неправды. Գիտես Աստծո խոսքը Слово Божье ասում է, говорит, որ արդար մեկը չկա։ нет ни одного праведного. Ով ուզում է լինի։ Кто бы ни был, Բոլորս էլ մարդ ենք, мы все люди, սխալներ ունենք, имеем ошибки, մեղքեր ունենք, грехи, բայց փառք Աստծուն, но слава Богу, փառք Հիսուսին, слава Иисусу, որ խաչի վրայի արած գործով что по жертве, которую Он совершил на кресте, տվեց մեզ հնարավորություն, Он дал нам власть. որ երբ որ ինչ որ խնդիրներ կունենանք մեր սրտի մեջ, Когда у нас будут какие-то проблемы, մենք ունենք հնարավորություն գալու նրա у нас есть առջև, возможность приходить пред Ним, ներողություն խնդրելու, просить у Него ու прощения, մենք հավատում ենք, и мы верим, որ Աստված հավատարիմ է, Бог Он верен. որ ներում է, երբ որ մենք խոստովանում ենք, ներում է մեր բոլոր մեղքերը, Он прощает все наши грехи, когда мы исповедуем. ամեն անիրավությունները, Всякую неправду. ոչ թե ինչ որ մեկը ներում է, մեկը ոչ։ Не так, что что-то прощает, а что-то нет. Եթե հանգարցակի սատանան միտքը տա, Если дьявол даст мысль, կհիշեցնի քեզ, напомнит, գիտես ինչ այս մեղքը շատ вот մեծ этот է, грех, он очень велик. չի ներվի, Он не простится.
ուղակի դու էլ իրան հիշացրա, Просто ты ему напомни, թե ինքը որտեղ է լինելու, где он будет, որ իրան ներում չկա, что ему нету прощения,